Արամը սովորական երեկո էր անցկացնում իր փոքրիկ բնակարանում։ Աշխատանքից հետո նա միշտ նույն կերպ էր հանգստանում։ Մի բաժակ սուրճ, լուռ երաժշտություն և հեռախոսը ձեռքին։ Կյանքը կարծես դարձել էր միօրինակ՝ աշխատանք, տուն և նորից նույնը։ Այդ երեկո, երբ նա պատրաստվում էր քնել, հանկարծ հեռախոսը ազդանշան տվեց։ Նոր հաղորդագրություն էր եկել մի համարից, որը նա չէր ճանաչում։ Հաղորդագրությունը կարճ էր. Ես դեռ սպասում եմ քեզ։ Դու խոստացել էիր, որ կգաս այսօր։ Արամը զարմացավ։ Նա մտածեց, որ երևի սխալ համար են գրել։ Մի պահ ուզում էր պարզապես անտեսել, բայց ինչ-որ հետաքրքրություն ստիպեց պատասխանել։ Նա գրեց. Կներեք, երևի սխալ համար եք գրել։ Մի քանի վայրկյան անց պատասխան եկավ։ Սխալ համար, բայց սա Դավիթի համարը չէ։ Արամը ժպտաց և նորից գրեց. Ոչ, դուք հաստատ սխալվել եք, ես Արամ եմ։ Մի փոքր լռություն եղավ, հետո նոր հաղորդագրություն հայտնվեց։ Օ, կներեք, ես չէի ուզում ձեզ անհանգստացնել։ Արամը արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ, բայց ինչ-որ բան նրան ստիպեց շարունակել խոսակցությունը։ Նա գրեց. Ոչինչ, խնդիր չկա, բայց հիմա հետաքրքիր է, ում էիք սպասում։ Մի քանի վայրկյան անց եկավ պատասխան. Մի մարդու, ով արդեն 1 ժամ է ուշանում է։ Արամը զգաց, որ աղջկա խոսքերի մեջ ինչ-որ տխրություն կա։ Նա նույնիսկ չգիտեր, թե ով է այդ մարդը, բայց հանկարծ ցանկացավ օգնել նրան գոնե խոսքերով։ Նա գրեց. Գուցե նա պարզապես ուշացել է։ Երբեմն մարդիկ ուշանում են, բայց դա չի նշանակում, որ չեն գալու։ Այս անգամ պատասխանը եկավ ավելի երկար լռությունից հետո։ Հուսով եմ, բայց ես արդեն սկսում եմ մտածել, որ նա չի գա։ Այդ գիշեր Արամն ու անծանոթ աղջիկը սկսեցին խոսել։ Սկզբում պարզապես մի քանի նախադասություն, հետո ավելի երկար։ Նրանք խոսեցին աշխատանքի մասին, կյանքի մասին, նույնիսկ մանկության հիշողությունների մասին։ Ժամանակը անցնում էր աննկատ։ Երբ ժամացույցը արդեն կեսգիշեր էր ցույց տալիս, աղջիկը գրեց վերջին հաղորդագրությունը։ Իդեպ, ես Անահիտն եմ։ Շնորհակալ եմ, որ պատասխանեցիք։ Եթե դուք չպատասխանեիք, այս երեկոն շատ ավելի տխուր կլիներ։ Արամը մի պահ նայեց էկրանին ու զգաց մի տարօրինակ զգացում։ Մի սխալ հաղորդագրություն, բայց ինչ-որ կերպ այդ սխալը սկսում էր փոխել նրա սովորական կյանքը։ Նա պատասխանեց. Ուրախ եմ, որ պատասխանեցի։ Բարի գիշեր, Անահիտ։ Արամն անջատեց հեռախոսը, բայց մի հարց անընդհատ պտտվում էր նրա մտքում։ Ինչ կլինի, եթե վաղը նա նորից գրի։ Առավոտյան Արամը սովորականից շուտ արթնացավ։ Նա վերցրեց հեռախոսը և ակամա բացեց հաղորդագրությունները։ Մի պահ նա նույնիսկ ինքն իրեն ժպտաց։ Անահիտը դեռ չէր գրել։ Տարօրինակ է, մտածեց նա։ Երեկ նրանք այնքան երկար էին խոսել, կարծես տարիներով էին ճանաչում իրար, բայց իրականում նրանք պարզապես երկու անծանոթ էին, որոնց կապել էր մի սխալ հաղորդագրություն։ Արամը գնաց աշխատանքի, բայց ամբողջ օրը ինչ-որ կերպ անհանգիստ էր։ Մի քանի անգամ վերցրեց հեռախոսը, տեսնելու արդյոք նոր հաղորդագրություն կա։ Եվ վերջապես երեկոյան մոտ հեռախոսը թրթրաց։ Նոր հաղորդագրություն։ Բարև Արամ, հուսով եմ չեմ խանգարում։ Արամը արագ պատասխանեց. Ոչ, իհարկե ոչ, ուրախ եմ, որ գրեցիր։ Մի քանի վայրկյան անց Անահիտը գրեց. Երեկ ուզում էի ասել, այն մարդը, ում սպասում էի, այդպես էլ չեկավ։ Արամը մի պահ լռեց։ Նա նույնիսկ չգիտեր ինչ պատասխանել։ Չէր ուզում հարցնել շատ անձնական բաներ, բայց նաև չէր ուզում անտարբեր թվալ։ Նա գրեց. Ցավում եմ, երևի դա լավ բան չէր։ Անահիտը պատասխանեց. Գուցե, բայց գիտես ինչն է հետաքրքիր։ Եթե ես սխալ համար չհավաքերի, մենք չէինք խոսի։ Արամը կարդաց այդ նախադասությունը և ինչ-որ ջերմ զգացում զգաց։ Նա գրեց. Երբեմն ամենահետաքրքիր բաները հենց սխալներից են սկսվում։ Մի փոքր անց Անահիտը գրեց. Կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե, պատասխանեց Արամը։ Դու միշտ այսքան հանգիստ ու բարի ես խոսում մարդկանց հետ, թե ես պարզապես բախտավոր եմ եղել։ Արամը ծիծաղեց ու գրեց. Չգիտեմ, երևի դու պարզապես ճիշտ պահին գրեցիր։ Զրույցը նորից երկար շարունակվեց,
Նրանք խոսեցին իրենց սիրելի ֆիլմերի մասին, երաժշտության մասին, նույնիսկ այն մասին, թե ինչ են երազել դառնալ մանկության ժամանակ։ Ժամանակի ընթացքում Արամը սկսեց հասկանալ, որ սպասում է այդ հաղորդագրություններին։ Եվ հենց այն պահին, երբ խոսակցությունը պետք է ավարտվեր, Անահիտը գրեց մի բան, որը Արամին մի քիչ զարմացրեց։ Գիտես, երբեմն մտածում եմ, եթե մենք հանդիպեինք իրական կյանքում, կճանաչեինք միմյանց։ Արամը մի պահ նայեց էկրանին։ Հետո դանդաղ գրեց. «Միգուցե մի օր փորձենք պարզել»։ Մի քանի վայրկյան լռություն։ Հետո եկավ պատասխանը. «Միգուցե»։ Բայց Արամը դեռ չէր պատկերացնում, որ այդ հանդիպումը կարող է փոխել ոչ միայն իր կյանքը, այլև բացահայտել մի գաղտնիք, որի մասին նա նույնիսկ չէր կասկածում։ Այդ երեկոյից հետո Արամն ու Անահիտը գրեթե ամեն օր էին խոսում։ Սկզբում պարզապես հաղորդագրություններով, հետո արդեն երբեմն նաև ձայնային հաղորդագրություններով։ Չնայած նրանք երբեք չէին տեսել միմյանց, թվում էր արդեն շատ բան գիտեն իրար մասին։ Մի երեկա, երբ նրանք հերթական անգամ խոսում էին, Արամը հանկարծ գրեց. «Գիտես, կարծում եմ արդեն ժամանակն է, որ իրականում հանդիպենք»։ Մի քանի վայրկյան անց Անահիտը պատասխանեց. «Չգիտեմ, մի քիչ տարօրինակ է»։ «Ինչու՞» հարցրեց Արամը։ Անահիտը մի փոքր ուշ պատասխանեց. «Որովհետև երբեմն իրական կյանքը փչացնում է այն, ինչ գեղեցիկ է հեռախոսում»։ Արամը կարդաց այդ նախադասությունը եւ մտածեց. գուցե նա ճիշտ էր։ Երբ մարդիկ խոսում են առանց տեսնելու միմյանց, նրանք ավելի ազատ են լինում։ Բայց նա նաև զգում էր, որ ուզում է տեսնել այդ աղջկան, որի հետ արդեն շաբաթներ շարունակ խոսում էր։ Նա գրեց. «Գուցե ճիշտ ես, բայց եթե մենք երբեք չհանդիպենք, միշտ կմտածենք, ինչ կլիներ, եթե հանդիպեինք»։ Մի քանի րոպե լռություն եղավ։ Հետո Անահիտը վերջապես գրեց. «Լավ, գուցե փորձենք»։ Արամի սիրտը մի քիչ արագ սկսեց բաբախել։ «Իսկ որտեղ?» հարցրեց նա։ Անահիտը պատասխանեց. «Քաղաքի կենտրոնում կա փոքրիկ սրճարան, շատ հանգիստ տեղ է, կարող ենք այնտեղ հանդիպել»։ Արամը համաձայնեց։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել շաբաթ օրը երեկոյան։ Բայց երբ օրը մոտենում էր, Արամը սկսեց մի քիչ անհանգստանալ։ Նա մտածում էր, ինչպիսին կլինի Անահիտը իրականում։ Արդյոք նրանք նույնքան հեշտ կխոսեն, որքան հաղորդագրություններով։ Եվ վերջապես եկավ շաբաթ օրը։ Արամը մի քիչ շուտ հասավ սրճարան։ Նա նստեց սեղանի մոտ եւ սպասում էր։ Մարդիկ գալիս ու գնում էին։ Ամեն անգամ, երբ դուռը բացվում էր, նա նայում էր, մտածելով, որ գուցե դա Անահիտն է։ Մի քանի րոպե անց դուռը նորից բացվեց։ Սրճարան մտավ մի աղջիկ։ Նա մի պահ կանգնեց ու նայեց շուրջը, կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։ Արամը հասկացավ, որ դա նա է։ Բայց հենց այդ պահին տեղի ունեցավ մի բան, որը նա ընդհանրապես չէր սպասում։ Աղջիկը հանկարծ շրջվեց եւ արագ դուրս եկավ սրճարանից։ Արամը շփոթված մնաց նստած։ Ինչ պատահեց, մտածեց նա։ Նա անմիջապես վերցրեց հեռախոսը, եւ հենց այդ պահին եկավ Անահիտի հաղորդագրությունը։ «Կներես, ես չկարողացա»։ Արամը երկար նայեց հեռախոսին։ Նա չէր հասկանում, ինչ տեղի ունեցավ հենց հիմա։ Նա արագ պատասխանեց. «Ինչ պատահեց։ Դու հենց նոր այստեղ չէիր»։ Մի քանի րոպե անց եկավ պատասխան. «Այո, ես էի։ Ես տեսա քեզ»։ Արամը ավելի զարմացավ։ «Բայց ինչու գնացիր»։ Այս անգամ Անահիտը ավելի երկար ժամանակ չէր պատասխանում։ Արամը մտածում էր, գուցե նա այլևս չգրի։ Բայց վերջապես հաղորդագրությունը հայտնվեց։ Որովհետև վախեցա։ Արամը մի պահ չհասկացավ։ Վախեցա ինչից։ Պատասխանը եկավ դանդաղ, կարծես Անահիտը երկար էր մտածում։ Վախեցա, որ իրական կյանքում ամեն ինչ այլ կլինի։ Մենք այնքան հեշտ ենք խոսում հեռախոսով, բայց եթե հանդիպենք եւ պարզվի, որ իրականում ոչինչ չունենք ասելու իրար։ Արամը կարդաց հաղորդագրությունը եւ մի փոքր ժպտաց։ Նա արդեն հասկանում էր, որ Անահիտը պարզապես շատ էր անհանգստացել։ Նա գրեց. «Գիտես, ես էլ էի անհանգստանում»։ Մի քանի վայրկյան անց Անահիտը գրեց. «Իսկապես»։ «Այո, բայց ես արդեն այստեղ եմ։ Եվ եթե դու արդեն եկել էիր, նշանակում է դու էլ էիր ուզում հանդիպել»։ Մի փոքր լռություն եղավ։ Հետո Արամը գրեց մի շատ պարզ նախադասություն. «Եթե դեռ մոտ ես, կարող ես վերադառնալ»։ Մի քանի երկար վայրկյան անց պատասխան եկավ. «Ես դեռ այստեղ եմ, սրճարանի դիմացի փողոցում»։ Արամի սիրտը արագ սկսեց բաբախել։ Նա գրեց.
Ուրեմն եկ։ Մեկ րոպե անց սրճարանի դուռը նորից բացվեց։ Նույն աղջիկը, որը մի քանի րոպե առաջ դուրս էր եկել, կրկին ներս մտավ։ Այս անգամ նա չփախավ։ Նա պարզապես նայեց Արամին և դանդաղ մոտեցավ սեղանին։ Մի քանի վայրկյան նրանք պարզապես լուռ նայում էին իրար։ Հետո Անահիտը մի փոքր ժպտաց ու ասաց. «Բարև, Արամ»։ Արամը նույնպես ժպտաց. «Բարև, Անահիտ»։ Եվ հենց այդ պահին երկուսն էլ հասկացան մի պարզ բան. այդ սխալ հաղորդագրությունը իրականում ամենևին էլ սխալ չէր եղել։